Բարի երեկո, այն պայծ սկսած, երբ արդեն պաշտոնապես հաստատվեց լուրը, որ Հայաստանն Իսկանդեր ունի, Ադրբեջանում իրարանցումը չի անդրադվում։ Պուչուրի քաղտեխնոլոգներն ամեն գնով փորձում են ինչ-որ լուծում գտնել խնդրին, թե ինչպես համոզել շարքային ադրբեջանցիներին, որ հայերի Իսկանդերն իրենց չի սպառնում։ Ամեն շաբաթ առնվազն 3-4 լուծում են առաջարկում, բայց ոնց որ թե խնդիրը ոչ մի կերպ չի լուծվում։ Սկզբում փորձեցին վախեցնել մեծամորին հարվածելու շանտաժով, մեղմ ասած չաշխատեց։ Հետո փորձեցին ինչ-որ գմբեթների մասին խոսել, իսրայելական արտադրության, բայց թարսի նման լուրջ մասնագետներն ասացին, որ այդ պնդումները անլուրջ են, մեղմ ասած։ Երկաթե գմբեթը միգուցե պաղեստինյան արտադրության խեղճ ու կրակ հրթիռները կարող է բռնել, բայց Իսկանդերի պարագայում դրանք ուղղակի անզոր են։ Հետևաբար, այդ տարբերակն էլ մխիթարանք չէ։ Իսկանդերը միևնույն է հասնում է Ադրբեջանի ցանկացած կետ ու ոչնչացնում ցանկացած թիրախ, ընդամենը մի քանի մետր սխալվելու հավանականությամբ, կոպիտ ասած։ Եթե Ալիևը խոհանոց գնացած լինի, ասենք թեթև բրդուճ ուտելու, հրթիռը միգուցե հենց խոհանոց չհասնի ու մի 3 մետր հեռու, ասենք միջանցքում ընկնի, բայց որ ցանկացած պարագայում դա անիմաստ բեղավորի, կյանքում վերջին այցելությունը կլինի խոհանոց, ակնհայտ է, ու ոչ մի երկաթե գմբեթ ոչինչ չի կարողանա անել։ Իսկանդերը գոնե առաջիկա մի քանի տարիների համար մոլորակի ամենահզոր զինատեսակներից մեկն է, որն ահուսարսափ է տարածում ամբողջ աշխարհում։ Օրինակ, Արևմուտքում ծայրահեղ անհանգստացած են լուրերով, որ ռուսները կարող են Իսկանդեր տեղադրել Կալինինգրադում, այսինքն Եվրոպայի սրտում։ Եթե Ադրբեջանում այդքան խելոք են, որ կարծում են, թե միայն իրենք կարող են գլխի ընկնել Իսկանդերից պաշտպանվելու համար երկաթե գմբեթ ձեռք բերել, ապա ավելացնելու ոչինչ չկա։ Եթե այդ երկաթե գմբեթն այնքան արդյունավետ լիներ, Եվրոպայում վաղուց արդեն դրանից մի քանի տասնյակ հատ շարած կլինին ու կմոռանային Իսկանդերի մասին, բայց այդպես չէ, եւ բոլորն են դա հասկանում։ Բայց ամեն դեպքում խնդիրը պետք է լուծել եւ Բաքվում դա հասկանում են, իսկ խնդիրը մարդկանց գոնե համոզելն է, որ հայկական Իսկանդերներն ադրբեջանցիների համար սարսափելի չեն։ Եվ ահա, այդ առաքելությունը հորով մորով անելու գերնպատակով Ադրբեջանի բանակի պաշտպանության նախարարը նախորդին գնացել հասել էր սահման, տեղը-տեղին, զինվորական համազգեստով, խրոխտ կեցվածքով, բեղերով, նույն Ալիևյան սանրվածքի, մի խոսքով մարտական տրամադրվածությամբ, ի վերջո առաքելություն ուներ կատարելու։ Եվ ահա, գնացել հասել էր սահման, նրա պատվին շարել էին զինվորականությանն ու զեկուցել, որ նախարարը կարևոր բան ունի ասելու։ Сейчас Чебурашка скажет вам речь. Мы строили, и наконец построили! Ура! Զաքիր Հասանովը, այդպես են անվանում Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ասել էր, որ հայկական Իսկանդերները Ադրբեջանի համար վտանգ չեն ներկայացնում։ Ճիշտ է, երևի միամիտ, բայց մոռացել էր ասել, թե հատկապես ինչու վտանգ չեն ներկայացնում, այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում գտնում են, որ ներկայացնում են։ Հասանովը չի խոսել մեծամորի մասին, երկաթե գմբեթների մասին, չի ասել, թե ինչպես են չեզոքացնելու հայկական հրթիռների վտանգը, օդում են բռնելու, թուղթուգիր են անելու, թե Ալլահից են թեթևի մեջ ինչ-որ լուծումներ ակնկալում։ Նա ընդամենը ասել էր, որ հայկական Իսկանդերները Ադրբեջանի համար վտանգավոր չեն, դա հորինվածք է։ Եթե անկեղծ, ապա մի քիչ թույլ հիմնավորում է, քանի որ խելոք մարդը պիտի չէ հարցնի եղբայր, որ ասում ես վտանգավոր չի, ինչով վտանգավոր չի եւ ինչու։ Բայց քանի որ Ադրբեջանում խելոք մարդկանց սովորաբար բանտերում են պահում, ոչ ոք անիմաստ բեղավորի, նույնքան անիմաստ նախարարին նման հարցեր չի տվել։ Ու Հասանովը ենթադրել է, որ իր առաքելությունը ավարտել է եւ հիմա իր սուրը կարող է փառքով դնել պատյան ու տուն վերադառնալ։ Մարդն ամեն ինչ արել է, շարել է զորքին ու ասել մի вахեցեք։ Զորքն էլ պետք է չվախենա, կամ գոնե վախենա, բայց բարձրաձայն չարտահայտվի, գոնե նախարարի մոտ։ Ну нет, я не трус. Я боюсь. Բայց ամբողջ խնդիրն այն է, որ որքան էլ Հասանովներն ու մնացածը փորձեն համոզել սեփական ժողովրդին, որ վախենալ հայերից պետք չէ, խնդիրը դրանով չի լուծվում, քանի որ վախենալ հայերից կարելի է եւ պետք է։ Իհարկե, եթե հերթական անգամ փորձ արվի դեպի մեր դիրքերի ուղղությամբ գալ, թե չէ, առավել քան համոզված են, որ Իսկանդերից կամ մեկ ուրիշ զինատեսակից կրակելու ցանկություն մենք առանձնապես չունենք էլ, բայց նաեւ հստակ է, որ պետք լինի, հաստատ կկրակենք։ Հետևաբար, վախենալ հաստատ պետք է։ Առողջ եղեք։